Յարխուշտա, մուտքը ռազմական ակորդներով է։ Սպարապետի ծննդյան օրը կինո Մոսկվայում այսպես հաղթական ռազմապարով է Վազգեն վերջին սպարապետ ֆիլմի պրեմիերան։ Այստեղ են նաև ստեղծագործական խումբը, Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Սյուժեի առանցքում Վազգեն Մարտն է, որդին, հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ֆիլմում չկան հորինված դրվագներ, իհարկե Վազգեն Սարգսյանը եթե ուշադիր լինեք, անգամ իր կոկորդի վրա փոքրիկ նշան ուներ, կուկուրուզի հատիկ է կանգնել իր կոկորդին և 1 տարեկան է եղել, այդպես փոքրիկ կտրվածք են արել ու ասել են, որ երեխան մահացած է, բայց ապրել է ինքը։ Ֆիլմը ներկայացնում է սպարապետի կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք հյուսված են մեր երկրի նորագույն պատմության հերոսական էջերին։ Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորում է Խորեն Լևոնյանը։ Դերասանը նախադիտմանը բեմ բարձրացավ հենց սպարապետի խոսքերով։ Ամեն մեկս եթե մեկ մոմ վառենք, Հայաստանը լույսերի մեջ կլինի։ Շնորհակալ ենք ձեզ։ Ինքը հողն էր պահում, հողը իրեն, ամուր ձիգ էր կանգնած։ Հողը սրբացնող ու խաղաղության գինն իմացող Վազգենը հաղթանակի բերկրանք տվեց հային։ Հայրենիքն էր առաջին գծում, անձնական կյանքն ու երջանկությունը երկրորդում էին, իսկ կյանքի առաքելությունը համազգային շահի պաշտպանությունն էր։ Ես հուսամ, որ ֆիլմը ինչ որ հույզեր կառաջացնի, մենք փորձենք հասկանալ ով ենք մենք, ինչի համար ենք, ինչի համար պիտի լինենք վաղը։ Եվ արդյոք պիտի լինենք թե ոչ։ Ֆիլմի բոլոր դրվագներում գլխավոր դերակատարի Խորեն Լևոնյանի ձայնը, արտաքինն ու շարժուձևը հիշեցնում են սպարապետին։ Դերասանն անկեղծանում ու ընդգծում է, չի փորձել նմանակել։ Ասում է, ձգտել է դիտողին հասցնել նրա բուն էությունն ու տեսակը։ Ես փորձել եմ ուրիշ տեսակ անել, հա, մեկին մեկ չեմ փորձել անել, որովհետև դա կնմանվեր ինչ-որ տնազ անելուն կամ մուլտիպլիկացիոն ինչ-որ բանի կնմանվեր, փորձել եմ մեկին մեկ չանել, այլ ընդհանրապես ներվը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին։ Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը, վերջինս նաև բեմադրող ռեժիսորն է։ Հերոսի մոր Գրետա Մայրիկի կերպարը կերտել է Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում Ռոբերտ Հակոբյանն է։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանը։ Ֆիլմի հասցեատերերը և մեծերն են և փոքրերը, բոլոր նրանք, որոնց համար թանկ են հայրենիքն ու նրա հաղթական էջերը։ Մենակ խնդրում եմ զգուշ կլինեք։ Ձեզ որ մի բան եղավ, կծանրանա այս երկրի խղճին։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։